Մայիսի 18-ի ազգային ժողովի քառօրյա աշխատանքների մեկնարկը բուռն էր։ Ընդդիմադիր պատգամավորներին մտահոգում էր հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության ներկայացրած հայցը։ Այս ընկերությունն առաջարկում է սպառողներին մատակարարվող էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել ավելի քան 40%-ով։ 1 կՎտ-ժամի ցերեկային սակագինը գործող 42 դրամից դարձնել 59 դրամ, գիշերայինը 32 դրամից 49 դրամ։ Ընդդիմադիր խմբակցություններից Հայ ազգային կոնգրեսը և Բարգավաճ Հայաստանը հանդես եկան երկու տարբեր առաջարկով։ Բարգավաճ Հայաստանը խորհրդարանին առաջարկում է կազմակերպել լսումներ, հրավիրել բոլոր պատկան մարմիններին և հասկանալ, թե ինչպես եղավ, որ մի կողմից էլեկտրական ցանցեր ընկերությունը կուտակում է հսկայական պարտքեր, մյուս կողմից նրա ղեկավարությունը հարստանում է։ Եթե դու աշխատում ես վնասով, հեծ, ինչպես ինքդ ես հայտարարում, այդ դեպքում ինչի է շահագրգռված պահել մի կազմակերպություն, լինել մի կազմակերպության տնօրեն, որը աշխատում է վնասով, կամ ինչու է քո աշխատավարձը, այդ կազմակերպությունների աշխատավարձը մի քանի միլիոն, կամ ինչու են նրանք սպասարկվում ամենաթանկ մեքենաներով, կամ ինչու են նրանց աշխատասենյակները, ես ասել եմ կրկնում, իրենց ճոխությամբ չեն զիջում Էրմիտաժին կամ Վերսալին։ Հայ ազգային կոնգրես խմբակցությունն իր հերթին խորհրդարանին առաջարկում է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ հարցը համարել առաջնահերթ և հրավիրել արտահերթ քննարկում սակագնի փոփոխության հարցը քննող ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման հարցով։ Մենք կարծում ենք, որ սա պետք չէ դարձնել անդիմության կամ իշխանության միջև կռվի հարց, այլ սա պետք է դիտարկել որպես վերկուսակցական հարց, որը հուզում է բոլորին, ամբողջ ժողովրդին։ Սա պետք է դիտարկել որպես հնարավորություն հանրային վերահսկողություն, պարլամենտական վերահսկողություն հաստատել էլեկտրաէներգիայի բնագավառի վերաբերյալ, ինչպես օրինակ դա արեցինք գազի հարցում։ Հայ ազգային կոնգրես խմբակցությունը հարցի արտահերթ քննարկման համար նախաձեռնել էր ստորագրահավաք, որին միացել էր միայն 17 պատգամավոր։ Բարգավաճ Հայաստանը և ՀՅԴ խմբակցությունները հրաժարվեցին մասնակցել ստորագրահավաքին։ Civilnet-ի հետ զրույցում Բարգավաճ Հայաստան խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ Հայ ազգային կոնգրեսի նախաձեռնությանը չեն միացել միայն այն պատճառով, որ անարդյունավետ են համարում ժամանակավոր հանձնաժողովների աշխատանքը։ Իրենք իրենց տեսակետը ունեն, մենք հարգում ենք իրենց տեսակետը, մենք էլ ունենք մեր տեսակետը, այնպես որ յուրաքանչյուր քաղաքական ուժ ունի իր օրակարգը, մենք առաջնորդվում ենք մեր օրակարգով։ Մենք գտնում ենք, որ առավել օպտիմալ է հիմա հրավիրել խորհրդարանական լսում։ Զոհրաբյանն ասում է, որ իրենք կանեն ամեն հնարավորը, որպեսզի կարողանան կանխել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը և պայքարը հաջողությամբ պսակելու համար պատրաստ են համագործակցել բոլորի հետ։ Հայ ազգային կոնգրես խմբակցության նախաձեռնությունը պոպուլիզմ բնորոշած հանրապետականները բողոքում են, որ անցած ուրբաթ տեղի ունեցած հանդիպման ժամանակ էլեկտրաէներգիայի սակագնի հետ կապված ունեցել են պայմանավորվածություն, որն այսօր խախտել են կոնգրեսական պատգամավորները, ինչի նպատակը ըստ նրանց պարզապես դիվիդենդ շահելն է։ Ուրբաթ օրը, երբ որ ներկայացում էր նախնական այս օրակարգը ազգային ժողովի լիագումար նիստին, բոլոր խմբակցությունների ղեկավարները, հանձնաժողովի ղեկավարները ներկայ են եւ քննարկում էր ծավալվել հենց այս հարցով։ Եվ այնտեղ մենք գրեթե պայմանավորվածության ենք եկել, որ հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովը կներկայացնի պատգամավորներին, խմբակցություններին այն տեղեկատվությունը, որին օբյեկտիվորեն տիրապետում է եւ կարող է հիմնավորել, թե ինչի համար է կամ չհիմնավորել ինչի համար է բարձրանում, որից հետո մենք կորոշենք մեր քայլերը։ Այս քանի որ տեսախցիկները եւ լիագումար նիստը այլ հնարավորություններ ունի, լայն հնարավորություններ, այս առումով մի քիչ ավելի, այսպես ասեմ, հետաքրքիր է դառնում եւ փորձեցին այսպես մի իրավիճակ ստեղծել։ Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը Civilnet-ին ասաց, որ որևէ պայմանավորվածություն չի եղել։ Ով պնդում է, որ եղել է պայմանավորվածություն, նա ուղղակի խեղաթյուրում է փաստերը։ Ստորագրահավաքի տապալումը Հայ ազգային կոնգրեսը ձախողում չի համարում։ Ըստ Զուրաբյանի, սա պայքարի սկիզբ է եւ իրենք կանեն ամեն ինչ հեծի չհիմնավորված պահանջի իրագործումը կանխելու համար։ Եվ սա ընդամենը մեկ քայլ է այդ ուղղությամբ։ Ես վստահ եմ, որ ինչ որ ժամանակ հետո մենք ավելի վճռական քայլերի կդիմենք եւ կունենանք շատ ավելի մեծ համաձայնության դաշտ։ Նման բանակցություններ իրեն նախատեսված են, այնպես որ սա ընդամենը ընկալեք որպես առաջին քայլ այդ դիմադրության շարժման ձևավորման գործում։ Արփի Մաղսուդյան, Դավիթ Ավետիսյան, Civilnet։